Ողջույն, այսօր խոսելու ենք 2023-ի սեպտեմբերյան պատերազմի մասին։ Իմ հյուրը ԱԹՍ ստորաբաժանման մարտիկ Արա Մաթևոսյանն է, նա 2023-ի սեպտեմբերի 19-ին եղել է համար 32 մարտական դիրքում, հայտնվել է այդ դիրքում եւ այսօր նա պատմելու է իր տեսածը։ Civilnet-ը ժամանակին անդրադարձել է թարմ հետքերով 2023-ի դեկտեմբերին գրել է 32 մարտական դիրքի պաշտպանության մասին։ Այդ դիրքի մարտերը երկու դրվագից են կազմված՝ պաշտպանություն եւ հակագրող։ Հայկական կողմը չի թույլատրել ադրբեջանցիներին խորանալ դեպի Մարտունի քաղաք։ Այդ դիրքը Մարտունու քաղաքից գտնվում է ընդամենը 2 կիլոմետր հեռավորության վրա։ Հոդվածը կոչվում է, կարող եք գտնել մեր կայքում, համար 32 մարտական դիրքի կռիվը Մարտունու պաշտպանության համար։ Մենք զրուցել ենք դիրքի մարտիկների, տանկիստների, հակատանկայինների եւ այլ վկաների հետ։ Այսօր նաեւ այդ բացն ենք լրացնելու, խոսելու ենք ԱԹՍ ստորաբաժանման մարտիկ Արա Մաթևոսյանի հետ։ Ողջույն Արա, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Սկսենք ամենասկզբից։ Նախքան 2023-ի սեպտեմբերի 19-ին անդրադառնալը մի քիչ պատմեք 2020-ին որտեղ եք ծառայում, ինչ եք արել, ինչ եք տեսել, կարճ։ 2020 թվականին պատերազմը վերսկսալա արագարձակագմա խմբում ենք եղել Մարտունի 2-ում, նոր ձևավորված ստորաբաժանում ա եղել։ Մին մեկ տեղ չենք եղել, ամբողջ ստորաբաժանման կազմով մին քանի տեղեր ենք եղել։ Սկզբում Մարտունիում ենք եղել Բերթեր կոչվող հատվածներում 17 սար, հետո Եղլավանդ կոչվող հատված։ Հոկտեմբերի 10-ին արդեն որ Ֆիզուլին վերցրել են, նոր բնագիծ է մեր գունդը դեղ զբաղեցնում, տենց տեղ ենք եղել։ Լավ, խոսենք ձեր ստորաբաժանման մասին։ Այդ ստորաբաժանումը ինչպես է ստեղծվել, նոր ստորաբաժանում էր, չէ՞, ԱԹՍ ստորաբաժանումը։ Չէ, այն վաղ ԱԹՍ-ն էլ է նոր 20 թվից հետո։ 20 թվից հետո ինչպես է ստեղծվել, ինչ ստորաբաժանում էր։ Տենց 20 թվականից հետո այդ ամենը ստեղծվել, նորմալ պատերազիլենի է եղել, ասենք ճիշտ է, ինչքան ավելի շատ այդ անօթաչուններից եղած լինի, ավելի էֆեկտիվնի կլներ ամեն ինչ։ Ինչ ԱԹՍ-ներով եք զինված, Մատրիս, Մավրիկ 3, տենց էլ է։ Լավ, անցնենք ողն գործողություններին։ Դուք ինչպես եք հայտնվել 32 մարտական դիրքում, ինչպես է դա ստացվել։ Ամս 19-ին համար 1-ով մինչև այդ գնդի այդ թռիչները բանը մենք էինք անում, մեր ստորաբաժանումներ անում։ Տենց տարբեր դիրքերում գնում էինք նկարահանումներ, ինֆորմացիա տրամադրում բան։ Համար 1 ալնում, ինչպես միշտ տենց մինչև այդ իմանում էինք, որ կուտակումներ կա։ Ամբողջ մեր գնդի այդ պոստերի երկայնքով այդ թռիչների ժամանակ ու ամեն ինչի մասին զեկուցում էինք։ Տենց իրանց ամեն ինչ շարժը մեր համար տեսանելի էր։ Ոնց են հրանոթներն անբիրում, տանկերն են առաջ տալիս, բան, սենց։ Ամսի քանիսից էր հասկանալի, երևում արդեն։ 19-ից մին 10 օր առաջ արդեն այդ շարժերը, իրանց ակտիվ շարժերը հակառակորդին իլալա։ Տարբեր ուղղություններով տեխնիկեք են լալ միշտ կուտակեից։ Ամս 19-ին համար 1 այնում մեզ ասում են ինչպես միշտ 332 պոստում այդ հատվածից էլ ընկլա թռիչներ կատարեից մեզ ուղարկում են այդ հատվածը։ Տենց գնում ենք այդ դիրքի տղա դիրքում էլ Մարտունու աշխարհազորայիններն էին։
Արդեն մի քանի ամիս է էլ բանակը չէր պահում, աշխարհազորայիններն էին պահում։ Մին կես ժամ 40 րոպե մնում ենք դիրքում, տենց կռիվը սկսում է։ Դիրքի պաշտպանությունը ձեր գործը չէ, բայց այսինքն դուք պիտի ավելի խորքից աշխատեիք։ Դե ով չի հայելի հատսն հետևից է լինում, բայց դեղ արդեն ինչ խորք, ինչ ատսը, ինչ արդեն տեսբան չկարելի, թուրք վսո գալիս է։ Առաջի րոպեներից մերձամարտի մեջ եք մտել, ԱԹՍ-ն եք ղեկավարել, ավելի շատ ինչով եք զբաղվում։ Հենց առաջի արկը, որ եկել է դիրքի դիտակետին, տենց մի անգամից հասկացել ենք, որ կռիվը սկսել է։ Ուժեղ ձևի բամբի տնարալ պոստը արդեն չես իմանում էլի ինչ անես, տարբեր սենց մինտեղ մեկը մտնում աշելա մտնում, մեկը մենք հասենք մտել ենք ռով կա կտրած, ռովի մեջ բաննա, մեքենաս էր, ես վարորդ օպերատոր էի։ Տենց մենք ռովի մեջ էինք, մեկը բլինդաժում էր ու տենց մոտ մին 40 րոպե ուժեղ հրետակոծության տակ ենք լինում։ Դրանից հետո արդեն ավտոմատի ձեներ է լսվում։ Հետակոծության ժամանակ կորուստներ ունենում ենք։ Հրետակոծության ժամանակ մի հոգի վիրավոր լինում է, Ով։ Արամ էր անունը։ Արաբոն էր թե վիրավորում, ես չեմ տեսնում, սկզբից վիրավոր։ Կներես Արամը դիրքի հավաքը, հա, Պետրոսյան։ Ոչ։ Ուրիշ Արամ էր։ Մի հատ ուրիշ Արամ էլ կար։ Արդեն վերկայնում այդ կարակը ավտոմատի ձեներ է լսում, ռովից մոտիկանում եմ դեպի սենց դիրքնա, դիրքի կողը բլինդաժի կողը բոդրու շույա չի կակա։ Մոտիկանում եմ տեղից արաբոն թե բա թուրքերը դեմըտ են, արդեն հարձակում էին անում։ Ու ինքը մեկ է մի հատ տղակար Զորին։ Այդ երկուսի մոտ ես տեսել եմ, այդ տղեկը իրանցից մոտ մին 20-30 մետր հեռավորության վրա եմ եղել։ Ուրիշ ձևի այդ տղեկը կռվել են։ Այն կարգի, որ հետո տենց տղեկի հետ խոսացել ենք, թե բա արաբոն դաժե վիրավոր էր։ Ես չեմ տեսել վիրավոր, բայց տեսել եմ ոնց է ինքը կռվում։ Այն կարգի, որ вообще չես մտածել էլի դուխը վերամամլոն ընթխեիսալ նռնակավ մի հոգի էլ այնում զո Վահրամը եսի ամբաշ Վահրամին չեմ ճանաչում էլի նույն ձևի է Զորի ինչ էի ճանաչում տեղ եմ ճանաչել Զորին աշխարհազորիչ չէր բանակից է որպես Զորին ֆագոչիկ էր որպես համալրում է դիրքը բանից է եկել չաստից եկել է աշխարհազորի մեր մարտունու տղեկի մոտ քանի որ աշխարհազորը ֆագոչ չուներ դիրքից պոլկից էին բանարել Հիշում ես քանի ուղղությամբ են հարձակվել ձեր դիրքի վրա սկզբից ուղղությունը իմ տեսածս աչ թևովներ որ տղեկը արաբոն Զորին կռվում էին հետները հետո արդեն 3 ուղղություն ա եղել մեկը պոստի սկզբինը պոստի աչ կողմով երկրորդը Ռչանլալկայից երրորդը ցախ թևավը Ինչքան է հաջողվել դիմադրել ես գիտեմ որ ադրբեջանցիներին չի հաջողվել ամրանալ այդ դիրքում բայց որոշակի առաջընթաց ունեցել են չէ Ուրեմն մոտ 40 րոպե տենց կարող է մաշկիս ասենք այդ վախտը շատ է երկար թվացել բայց մարդ եղել է շատ մոտիկ բլիժնի բոյ է եղել տղեկը արաբոն Զորին Վահրամը խարամատուններ տենց որ ասեմ այդ պահը կոնկրետ տեսել եմ Վահրամին չեմ տեսել
Զորին եմ տեսել, մեկ էլ արաբոյին։ Այդքանից հետո արդեն որ էլ ձեն չկար, արաբուն նռնակ էր նետում, 2 անգամ նռնակ ա նետել։ Արդեն որ ձեն չկա, բանջոգել ենք, որ տղեկ չկա, մեր ձախից արդեն փող չկա, տենց նահանջում ենք։ Իդեպ Վահրամը կարծեմ ամենատարիքովներից մեկն էր։ Ահա, Ինքը Հայաստանի Մարտունու քաղաքից էր կամ շրջանից, երբ դեկտեմբերին ես գրել եմ հոդվածը, նրա որդին տեղեկություն չուներ, թե ինչպես է իր հայրը զոհվել եւ զանգել էր ինձ, հարցրել է. կա ինչ-որ մեկը, որ կարող ես կոնտակտ փոխանցել եւ պատմի էլի գոնե իմանամ հայրս ինչպես է մարդ ընչել, որ հատվածում է եղել, ինչ է եղել եւ Տիգրանի համարն եմ տվել Բալասանյանին։ տղեկը են տղորցանալ վեր մտածալ չունի, միջև էշ կաղնալն այդքան այդ դեպքից հետո նահանջը սկսում է իրանց զոհվելուց հետո։ Արաբոյի Զորիկի Վահրամի։ Դաժե չեն էլ պատրաստվել էլի նահանջել։ Իրանց արդեն որ պոստեն ամենադուխավիկ տղեկը զոհվալն լեստիաս։ Ադրբեջանցիներին չի հաջողվել ամրանալ, այդտեղ ամրանալ, հետո հակագրոհով մենք կասեցրել ենք, չէ՞։ Այդքանից հետո մենք նահանջում ենք արդեն Հետնահանջի խրամատ։ Այդ տղեկի զոհվելուց հետո արդեն չգիտես պատրոնները տակի չլնում, էս սենց խառը վիճակներ այնում մի ուղղությամբ չլնում, արդեն ջոգում ես որ խրամատում էլ կա թուրք։ Նահանջում ենք դիրքից մոտ 150 մետր ներքև երկրորդ էշելոն, երկրորդ խրամատ կա էլի կատարած։ Երկրորդ խրամատումը առաջն են օնում ենք, թողում չկա առաջանան։ Տենց մի քիչ հեռու էլի արդեն 170 մոտ 150-ից 200 մետր իրան պատար հեռու տենց բերեստրել կեքակինա։ Մի ժամ ու կես անց մի հատ տղա է գալիս Վանիկ անունով, առաջի պատրոն բերողը Իգնալնում։ Աշխարհազորից էր թե բանակից։ Աշխարհազորից էր։ Այդ դիրքերը աշխարհազորն է եղել պահեիս արդեն։ Դե բայց բանակից էլ են չէ օգնություն եկել։ Բանակից էլ են եղել օգնություն, բայց վավշե տենց միջև կռիվը արդեն աշխարհազորն էր պահում մի քանի դիրք։ Լավ կահավորված սարքում էին, սաղ մեր դիրքերը 20 թվից հետո շատ դիրքեր է եղել, փոխված արդեն որ շատ տեղեր չեն եղել, մարդիկ են սարքեից յուրանց հարմարություններն, շելերը, բենավ, ամեն ձևի այդքան պակասին մեջին այդքանը ստեղծալնի։ Բլոկադա, բենզին չկա, էսմինի չկա, ամեն ինչը լող պրոբլեմ ալալ։ Դաժե հերթափոխն է պրոբլեմ հոսքինան մարդիկ։ Իսկ այնուհետև բանակից են Գրիգորին միացել, Ազնավուրը քաղաքի Մարտունու տղեկի հետ է միացել։ Հետո տղեկից հետո իմ տեսած տղեկից հետո որ մեզ են հասել առաջինը մեր ձախ թևովը լսում ենք որ մեր քաղաքապետը Տղորցնհդ Պիցարանում է ուզում է պոստեյորն է Ազնավուրը նույն ձևի էլ 20 թվին է եղել դες դեպք էլի իսկական հերոս տղա է էլի ինքնայինում տենց հատ տղեկի անուն են կարող է մեկինը մոռանա մեկինը սենց Էսպահին ինքնալնում գորնալնում Մասիսը Սուլեյմանյան Արցախեներգոյից ահա Կոմիտասը ես ճիշտ ասած տղեկին իրանք ձախ թևովն են գալիս տենց արդեն լսում եք մենք անչ կողմն ենք այդ երկրորդ խարամատումը իրանք մեր ձախովը գալիս են հակահարձակումը տակ Հակահարձակումը ստացվում է, բայց հետ են մղվում ադրբեջանցիները, ցավոք, բայց հետո դիպուկահարի կրակից հետո զոհեր են ունենում, այդ թվում Ազնավուրն է նաև զոհվում, կարծեմ առաջին զոհը հակագրոհից հետո Ազնավուրն է լինում։ Մեր խարամատում Բաբկենն է գալիս, Բաբկենին է առաջի եկածներից, որ մենք տեսել ենք, էլի տենց չեմ կարող ասեմ, սաղ մին
Օվշի 8 զոհ է եղել մին այդ 32 պոստեն ու հարագիս տարածքում ալի դի կարել չմասիմ հովա առաջինը զոհվալ առաջինը ամենաառաջի զոհվողն են պոստին 32 են տղեկնանալ Չէ, ես արդեն նկատի ունեմ հակագրոհից հետո հակագրոհի ժամանակ էլ Ազնավուրը, Գորը, Լենսերը մի հոգի վիրավորվում է նվերը ընդհանուր դուք վտանգ կար որ այդ դիրքը գրավելուց հետո դեպի Մարտունի են շարժվելու ընդհանուր առմամբ 8 մարդու կյանքի գնով վիրավորներ, ցաներ կորուստներ հաջողվել է այդ դիրքի պաշտպանությունը կազմակերպել նման տղորց շնորհիվ է հաջողվել թորքը նիչի մտալի նախդա Մարտունի ու քիզը տելալի տամախիլա տղոր անցած է օժալի ան քաղաքապետը զենքը երկալած առաջակենամնի մխիլա մարդկաց դուխատուալ անձնակազմի պակաս կար քո կարծիքով քիչ մարդիկ կային կարող էին ավելի շատ օգնության գալ ինչպես է գնահատում այս բանը Օբշի բավարար էր այդքան մարդը որ եկել են օգնության դե օբշի ինչքան շատին էինք այնքան ավելի պատկերը ուրիշ ձև լեսկիներ Գիտես ինչու եմ հարցնում ընդհանուր սաղ տարբեր ուղղությունների մասին որ վերագրում եմ հարց սպորտ եմ անում եւ օրինակ այդ դիրքի հավաքը Արամը Պետրոսյան որոշակի նեղացվածություն ունի բնակչությունից եւ օրինակ Ստեփանակերտի դիրքերի պաշտպանության ժամանակ ընդհանուր նեղացվածություն կա որ բնակչությունը ռիսկ չի արել գա օգնության այդ պահը չկարողացել հաղթարի ճիշտ է զենքերով բանով քաղաքում կանգնել են բայց ընդհանուր հենց որոշակի նեղացվածություն կա որ իրենց չեն կարողացել գան օգնության Օշի որ ճիշտն ասեմ սկզբից մունքել ենք այդ բենը զգացածի միշտ ենք հələ ամեն սիկամակում եշում ասում ես տստամ կաման բեն բայց հալի եկալ ունի տղեկը վերամայուս ցավատանի մեր Մարտունին միշտ լսալանք են հələ մեն 90-ական կռիվների ժամանակ վերորի ձևի կռիվների սնալ եկալ դիչը եկալ չն գյուղողներ շատ ունենալ դի մուխչինը հատ կարել չում հիշիմ հովա եկալ հոչի եկալ բայց գյուղողներ ելալ հետո այդ երկրորդ խարամատումը քշացանանք արդեն մտնալա երկրորդ խարամատից քշացանք դիվեր արդեն գիտացած վեր զոհերը քշացանք դիվեր Կարվինի մեջը տայել այդ դիրքներ Կարվինից մոտորապես թոմին կիլոմետր կես պենսկի կարող է այդքան լինել մեջ Կարվինի մեջ արդեն մեր կամանձի ռոտոպեդն ընկամ այդ աթսը դասակի Ես տանկիստների հետ եմ խոսել արդեն դե տևական ժամանակ անցել իրենք քաղաքից Կարվինից բրոյլերից տարբեր մասերից 3 տանկ աջակցել է եւ օրինակ Տիգրանը ասում է որ ոչ թե հրետանին ամենամեծ աջակցող ուժը տանկերն են եղել նաեւ կորնետով են աջակցել դու հիշում ես որ տանկերը սկսել են կարակել դիրքի ուղղությամբ ճիշտ ասած տանկերը գիտեմ որ աշխատում էին կորնետը տենց ասում են տղեկը որ աշխատել են աթսանա աշխատել Պրոստը զարյատկի պենի պրոբլեմներ է Դե խոսենք ԱԹՍ-ից դու պատմեցիր ան դրվագները որտեղ մեր զամարտ էր իսկ երբ ես արդեն գործի դրել ԱԹՍ-ն ձեր ստորաբաժանումը երբ է ԱԹՍ-ն գործի դրել շատ կադրեր կան թե TikTok-ում թե տարբեր սոցիալական ցանցերում Առաջինը հենց այդ հրետակոծության ժամանակ Արմենը մեր խմբից 3 հոգի ինքլալ Արմենը ես Արմենը Գևորգ Արմենը մեր դասակի համադառնա լել առաջի թռիչքը կատարումա դե հրետակոծության վախտը կատարումա ասմահունցը տանիք գցինք այդ կոհական երկու տանկ
միներ մի հատ պուշկա այնում, պարամոյ նավոտկա թխեիս այնում։ Դու ուներ չէ՞ այդ կադրերը երևում են։ Հա, ինձ տեսանյութերը ունեմ։ Տեղ առաջինը վերբիստնում ապա մեխայա դամ այդ ռեպ նախանգարում, միջնախանգարում չեն կարող նպատակին չի կարող հասցնել, ամա պուլտը չի ենթարկվում, էլի բեսպիլոտնիկը չի ենթարկվում։ Դրանից հետո այդ ընթացքում էլ գրեցալ չենք գործանինք։ Հետո արդեն զարատքի խնդիր բեներալալ, հետո մեր կամանձի ռոտնակյա մոնթեն, մեր վարորդներից երկու հոգունատ, կյամա մինքանի Բիրքա գալիս երես։ չէ, գալիս ակարվի մեզ ասում ատեղից իչեք եկեք ստեղից որ աշխատենք, էլի բաները բերել եմ այդ համ նռնակներն ա բերել 82 սիմինամյոտի սնարադներ ա։ Կարվինի մեջից տենց արդեն սկսում ենք աշխատել։ Արդեն երբ իջնում եք դիրքից, այդ ժամանակ արդեն սկսում եք աշխատել ԱԹՍ-ներով։ Հա, Այդ մոտավոր քանիսներ, գիշերներ, որ այսինքն գիշերը մթած արդեն մոթը ընկած իջնում ենք։ այդ ժամանակ էլ սկսում եք աշխատել։ Իջնում ենք Կարվինի հենց մեջից սկսում ենք աշխատելը։ Պատմիր ինչպես եք աշխատել, որ ինչքան էֆեկտիվ է ձեր աշխատանքը, ինչ պայթուցիկ նյութեր եք նետում։ Տեսանյութերը կա, գիտեմ թե տեսանյութերում բարձր երևում է ինչքան ավկար է էֆեկտիվնի είναι։ Իսկ այդ ժամանակ ռեպը չէր, ռադիոէլեկտրոնային պայքարը չէր խանգարում։ Ցերեկը խանգարում էր հիմա։ Չէ, այդ վաղ չէր խանգարում, դաժե մյուս օրնել էինք անում, էլի չէր խանգարում։ Խանգարիչը այն է, որ ոչ զարյատկա ունես, ոչ բենզին ունես, թեկուզ դվիժոկով ասենք զարյատկի դնես, այդ ընթացքում զորո մի հատ դվիժոկ եք ճարում, այն լավ չի զարյատկա տալիս, սաղ պրոբլեմ ա եղել։ Բայց այն մինչև այդ միշտ պատրաստ պահում էինք, մինչև գռիվը սկսել է։ Ինչքան ակումուլյատորներ եղել է ու ինչքան դրոններ եղել է, սաղ գործի են դրել տեղեք։ Հիմնականում 32-ի ուղղությամբ։ Հա, հիմնական հարձակումը եղել է 32-ի ուղղությամբ։ Այսինքն մութը ընկնելուց հետո, երբ դուք Կարվինում եք եղել, մինչև սեպտեմբերի 20 ժամը 1-ի կողմեր աշխատել եք։ Հա։ Իսկ էլեկտրաէներգիայի բացակայության ժամանակ դիզվառելիքի բացակայության ժամանակ ինչպես է լիցքավորում մարտկոցներին, ինչպես է լուծում այդ հարցը։ Մինչև գռիվը, այսինքն Դե գրվի ժամանակ մինչև գրվի։ Մինչև չէ պատերազմի ժամանակ դե արդեն հնարավորություն իլալ չի զորավ մի հատ դվիժոկ ընկճարում, դա լավ չի զարյատկա տամ, բենզին չկա, բենզինն էլ է պրոբլեմ։ Ավտոները մո բենզին չկա, արդեն այն սիտուացիան ա եղել, դաժե պոլկը վննաուն քլակինից։ Իսկ ամենաէֆեկտիվ պայթուցիկ նյութերը որոնք էին։ AGS-ի նռնակը, ականանետի ականը, թե ձերքի նռնակը 82 սենսնա է դա։ Մինամյոտեն էտա էֆեկտիվնի է, տեսանյութերում կա գիշեր նկարած։ Բայց դա բավականին ծանր է, չէ՞, ասենք դա է ավելի ձեռնտու, թե ասենք ավելի շատ AGS-ի նռնակը նետելու համար, որը թեթև է ավելի շատ ավելի։ Չեմ կարող պատասխանի, որովհետև AGS-ի սնարադավ գործ չկարալ։ Հիմնականում 82 Հիմնականը իլալա հայկական սիպտակ G ինչ որ G են ասում։ Կարծեմ BN3 հա։ Հա, տենց մի հատ սպիտակ այդ նռնակներից էր 82-ի այդ սնարադներից էր նռնակ մեկ էլ մինձեվել կար, ուղղակի անունն եմ մոռացել, մի քիչ երկար։ Բայց ամենաէֆեկտը որ տվել է հենց այդ մինամյոտի։ Բայց ցաներ չի մարտկոցները ավելի շուտ չէին նստում։ Ինքը ասենք եթե պիտի մի քիչ երկար թռիչ կանես առանց իր վրա գուրուզ կախած անում ես, բայց եթե իրան արդեն գուրուզով ես ուղարկում, շուտ է, ավելի շուտ է մարտկոցները նստում։ Իսկ տեղյակ ես մեր ռադիոէլեկտրոնային պայքարը աշխատում էր այդ ժամանակ, խանգարում էր ձեզ թե չէր խանգարում։ Չէր խանգարում, չեմ կարող ասեմ, բայց այն որ արդեն առաջի թռիչքի վախտա ինչ որ բան խանգարել, որ
չէր կարող օգտագործել նպատակին սնայադը։ Դա ինձ հետո, բայց տենց բամեխա չի եղել։ Իսկ Տենց եղել է, արդեն որ տանում էի իր վրա, այնքան էին կարագում տեսանյութերում կա ոնց են, հենց բեսպիլոտնիկը տենում են, արդեն սկսում են տարբեր ուղղություններով վազել։ քո կարծիքով, թեկուզ ձեր Մարտունու բրիգադի կամ ընդհանրապես ներուժը լրիվությամբ օգտագործվել է ԱԹՍ-ների, ինչ ունեցել ենք։ Ինչ հնարավորություններ ունեինք Ինչքան եղել է այդ պահին մեր մոտ, ինչքան բերել են օգտագործել ենք։ Իսկ ընդհանուր բրիգադի մակարդակում եղել է, ասում են, որ ինչ որ մի հատ տղա էլ ուրիշ տեղից էր աշխատում, գոսպիտալ կոչվող հատվածից էր աշխատում, տենց էլի տեսանյութեր կա։ ճարտարի ուղղությամբ ավելի շատ, հա։ Երևի կարող է 32-ի ուղղությամբ էլ կա։ Իսկ կորուստներ ունեցել եք ԱԹՍ-ների այդ ընթացքում։ Ահա։ Եղել է, որ խփել են։ Ինչով։ Տենց այնքան մոտիկա եղել, ավտոմատով բանով էլ երևի։ Եղել է, որ հատե այդ առաջինը բան արել, որ չի ենթարկվել, այդ առաջինն են կորստվել։ Այդ առաջի ժամերին պատերազմի րոպեներին։ Հետո խնդիր չի եղել ռադիոէլեկտրոնային պայքարի։ Չէ, արդեն աշխատանք։ Իսկ ԱԹՍ-ները ավելի շատ օգտագործվել է որպես պայթուցիկ սարքեր նետող, թե հրետանու կառավարման համար էլ է օգտագործվել ավելի շատ, ինչ ունեցել եք ԱԹՍ։ Ավելի շատ սկզբից դա նախատեսված ալալ ինֆորմացիան սաղ միշտ գրեիս քլալ նկարենք իմանանք հակառակորդին շտեղ ինչոն է դիրապետեիս քլալ դիչի լավ է դիրապետալ չ Բայց ընդհանրապես հրետանավորներին ինչ որ տվյալներ փոխանցել եք պատերազմի ժամանակ ԱԹՍ-ներով, թե նման բան չի եղել։ Չէ, դե ընթացքում չէ։ Ասենք կապ չի եղել, չգիտես ոչ մեկի վրա որ կարող ես զանգես ոչ բան, դե այդ վիճակներ։ Մեկը մյուսից խաբար չունի, չես իմանում օրինակ ընկերդ որտեղ է, գիտես որ պոստոմա չգիտես դեղ ինչա կատարվում, սենց անորոշ վիճակ ա եղել։ Գիտես ասում ես ամեն տեղով էլ ոնց Մարտունի է, ուրեմն ամեն տեղ է սենց է էլ է։ Կապի խնդիր կար էլի։ Կապի խնդիր կա, ով շի կառավարման խնդիր, ամեն ձև խնդիրներ եղել է, շատ խնդիրներ ա եղել, լոխել գիտում ենք դրան պատճառն են։ Իսկ կարող ես մոտավորապես ասել ձեր ստորաբաժանումը, ԱԹՍ ստորաբաժանը ինչքան կորուստներ է պատճառել հակառակորդին։ Չէ, չեմ կարող ասեմ, տեսանյութերում օրինակ երևում է, բայց չես կարող ասես, էլի օրինակ ասենք այն անգածը զոհվալա թա վիրավորա, բայց մենք տեսանյութեր ունենք, ոնց են իրանք եկած 32-ի հետևից, իրանց թուրքերի եկած իրաց դիակները տանում են։ Քո կարծիքով այդ մերձամարտի ժամանակ ա եղել, թե ԱԹՍ-ների պատճառով, չեմ կարող այդպես ասեմ։ Կարող է այսինքն այդ բոյի ժամանակ էլ եղած լինի տանկ են թխածանել լինի, կարնիտին թխածանել լինի, ԱԹՍ-ի տարբեր խառը ձևի։ Դե մեր բոյի ժամանակ օրինակ տեսանյութ կա Ազնավուրի գլխավորությամբ տեսանյութ կա օրինակ դեղ ֆակտերիում է ոնց են տղեկ կոտորում։ Այդ TikTok-ի տեսանյութերում մարդիկ շատերը այնպես են վերնագրում, որ բոլոր այդ պարկած դիրքավորված հակառակորդի ուժերը զոհվում են ԱԹՍ-ի նռնակ նետելուց հետո, բայց դե իրականում հետո երևում է թե ինչպես են շատերը շարժվում, այդպիսի բաներ են սխալմամբ ներկայացնում։ Եղել է տեսանյութերը կա, բայց ամենակարևորն է վերմարտ ավտոմատը յուր անում կամ այդ կողքեթվանը կենում ամենաուժեղը տա է։ Մարդկային ուժը ամենաուժեղն է։
Ու այդ տղեկը մեր զոհված աղբերն են իրանց շնորհքանավ է էլ հասես դիսոր գրեցան կյանք մայր Հայաստան։ Այդ տղորանցը հինգիդամ վեամա միշտ միդիրանց անախոսինք իրանց ընկարկի վեր իրանց շնորհքանավ վերստեղնք Իշքան խոսինք ու ընքան իրանց իշտ ապերեցնանանք։ Արա, իսկ ծառայությունը շարունակելու ցանկություն ունես թե չէ, օրինակ շատերը երկու պատերազմ ես տեսել, հոգնել են ծառայությունից, էլ չեն ցանկանում, ասում են դե բավականին երկար ծառայել ենք։ Դու քոնը ինչ հարց է, որ այսօր չես ծառայում, դու էլ ես հոգնել ծառայությունից թե Չէ, հարցը հոգնելը չի սկզբից եկալանք ծառայում է դիշչում եկալ հետո տենց այդ ազնագրի պահերնա որ անգելա երկրորդ անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի պիտի դառնամ ժամանակա որ ուրիշ գործ ենք անում ինչև ազնագիր այդ փոփոխել բան նորից որ մտնենք ծառայության ցանկություն ունես ծառայությունը շարունակելու այո իստեղում կթենում իսկ հիմա ինչով ես զբաղվում ինչ գործ ես անում հիմա շտապօգնության մեքենա եմ քշում ծանր գործ է իր գործը դե հեշտ գործ չի լինում սա էլ ծանր Շնորհակալություն որ ժամանակ ես գտել եւ պատասխանել մեր հարցերին Ձեզ եմ շնորհակալ Իմ զրուցակիցն էր 2023-ի սեպտեմբերյան պատերազմի մասնակից Արամ Աթևոսյանը Շնորհակալություն